Ինչ է ստացվում։ Ստացվում է, մենք քաղաքացուն ասում ենք, որ եթե դուք վստահ եք, որ չունեք այլ եկամուտներ, որոնք այնպիսի եկամուտներ, որոնք հարկային մարմնի համար տեսանելի չեն, եւ ունեք միայն այնպիսի եկամուտներ, որոնք հարկային մարմնի համար տեսանելի են, կարող եք նույնիսկ չմտնել համապատասխան էջը, չստորագրել հաշվարկը եւ այն կհամարվի ուրեմն ներկայացված։ Եվ այստեղ ես մի այլ խնդիր եմ տեսնում, ուրեմն ստացվում է, որ քաղաքացին արդեն ոչ միայն պետք է հետևի եկամտային հարկի կարգավորումներին, օրենսգրքով ծանոթանա, հասկանա, թե ինքը ի վերջո ինչը պետք է հայտարարի, ինչը ոչ, մի հատ էլ պետք է հետևի եւ փորձի հասկանա, թե իր եկամուտներից որն է հարկային մարմնի համար տեսանելի եւ որը ոչ։ Դու այստեղ խնդիր չես տեսնում, դա նորմալ լուծում է, այսինքն որ մարդը մի հատ էլ պետք է մտնի համապատասխան այլ կարգավորումներ, որպեսզի հասկանա հարկային մարմնին ի վերջո իր եկամուտները տեսանելի են, որ որոշի հաշվարկ ինքը կարող է չներկայացնել։ Սկիզբը սկսում է նրանից, որ քանի որ օրենքով ասում է ռեզիդենտները, քաղաքացի ռեզիդենտներն են ներկայացնում։ Ես շատ կասկածում եմ, որ որևէ չափանիշի հիման վրա ՊԵԿ-ը կարող է գեներացնել նենց, որ այսինքն ինքնալրացվի միայն ռեզիդենտներին։ Այսինքն ՊԵԿ-ն է որոշելու, այսինքն համակարգը շահագործողն է որոշելու կամ այն տվյալները ինչ որ ինքը ստանալու է, ինքն է որոշելու, ասենք դու հայտարարագիր ներկայացնող ես, թե չէ։ Իդեպ կարող է իրականում դու հայտարարագիր ներկայացնող չլինես։ Հիմա քաղաքացին ռեզիդենտության չափանիշը ոչ բոլորը գիտեն, ռեզիդենտ է թե չէ։ Հիմա դրա համար մի հատ հարցում պետք է ուղարկեն ՊԵԿ-ին, թող բոլորը ուղարկեն, ասեն ես ռեզիդենտ եմ թե չէ։ Ես հիմա իսկ կոնկրետ հարցին եկամուտների, որոնք են, հիմա մի հատ է իրականում ՊԵԿ-ը պետք է մի հատ հայտարարություն տարածի, ասի իմ համար որ եկամուտներն են տեսանելի, այսինքն դու ավանդ ունես, չգիտես ես ավանդը ներառել է թե չէ։ Հիմա բա որտեղից իմանաս ներառել է թե չէ, ստիպած պիտի մտնես։ Այսինքն ստիպած պետք է ID քարտի պատմությունը էլի առաջ գա։ Կամ այլ օրինակ կարող ենք բերել, օրինակ մենք գիտենք, որ կադաստրի պետական կոմիտեից ՊԵԿ-ը տեղեկատվություն ստանում է ենթադրենք վարձակալության պայմանագրերի մասին, բայց գիտենք, որ վարձակալական վճարները ենթակային հայտարարման եւ հարկման, հաշվարկման եւ այլն դրամարկղային մեթոդով հաշվառման եւ ՊԵԿ-ը այո տեղեկատվություն ստանում է պայմանագրի արկայության մասին, բայց ՊԵԿ-ը տեղեկատվություն համենայն դեպս այսօր չունի վճարման մասին։ Հիմա հարց առաջանում ինչ պետք է արվի, որ ունենա վճարման մասին նաև տեղեկատվություն կամ կունենա թե ոչ, եւ նորմալ է արդյոք ընդհանրապես, որ այդ տեղեկատվությունը ՊԵԿ-ը ունենա։ Բայց այս քո ասած հարցին, ռեզիդենտության վերաբերյալ հարցին ես նայում էի Ազգային ժողովի պատգամավորի եւ ֆինանսների նախարարի նախաձեռնած ոդքասթը, այնտեղ իրենք այդ հարցին անդրադառնում են եւ ինձ մոտ տպավորություն ստացվեց, ճիշտն ասած, որ պատգամավորը պատասխանում էր ֆինանսների նախարարի հարցին եւ իմ մոտ տպավորություն ստացվեց, որ ռեզիդենտության հարցում որոշիչ է համարվում միայն մի պայման 180 քանի օր Հայաստանում գտնվելը, մինչդեռ օրենքով այդպես չի, բայց այստեղ էլ կարող է հարց լինել։ Այնտեղ ասվում էր, որ պետք է այլ կարգավորումներ տրվեն, որ պետք է տեղեկատվություն ստանա քաղաքացու Հայաստանում գտնվելու չգտնվելու մասին, որը եւս հարց է արդյոք արժի, որ ՊԵԿ-ը նման տեղեկատվություն ունենա, բայց այստեղ էլ մի այլ հարց կա, օրինակ երկքաղաքացու հետ եթե գործ ունենք եւ ենթադրենք քաղաքացին դա իր ազատությունն է, ինքը կարող է արտասահման մեկնել երկրորդ քաղաքացիության երկրի անձնագրով։ Այդ դեպքում ՊԵԿ-ը տեղեկատվություն չի ստանա, որ Հայաստանի քաղաքացին մեկնել է, ու ստացվում է, որ կլրացվի, ինքնալրացվի իր համար եկամտային ուրեմն հարկի հաշվարկ։ Այդ դեպքում ինձ թվում է ռեֆորմը կգերակատարվի։